Ամփոփ տեղեկատվությամբ իրական լուրերը շարունակում է իր աշխատանքը Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում տաղավարում կաշխատի Յուրա Վահանյանը, բարի ուշ երեկո։ Նախ պաշտոնական լրահոսից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Արզումանյանն ազատվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար։ Հանրապետության բարձր ղեկավարությունն այսօր ներկա է եղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Շատ կարևոր օր է այսօր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին, որ նախաձեռնել է, որ այսօր այս հանդիպումը եւ խոսակցությունը տեղի ունենա, որովհետեւ մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի եւ բոլորիս հուզող եւ անհանգստացնող հանրահայտ մարտահրավերների մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ եւ այդ արձագանքի ասիմետրիկ բնույթը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ եւ զարգացմամբ, որովհետեւ մեծ հաշվով այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի, խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ ինստիտուտներին, պետական ինստիտուտներին եւ խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով եւ ըստ էության այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը եւ այդ առումով Սահմանադրական արդարադատության դերը իհարկե շատ դժվար է գերագնահատել։ Սահմանադրական դատարանի նախագահը անդրադարձավ իհարկե զուտ մասնագիտական համատեքստում, բայց պիտի նաև քաղաքական համատեքստ ընդգծեմ, որ Սահմանադրական արդարադատությունը այս իմաստով կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու եւ ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որը իր բնույթով ինստիտուցիոնալ է, իր բնույթով պետական է եւ սա եմ համարում Սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը։ Ընդհանրապես դատական համակարգի եւ բոլոր ինստիտուտների, որովհետեւ ի վերջո մենք չունենալով անկախ պետություն ունեցել ենք որոշակի մտածողություն այն պահից, երբ որ մենք ձեռք ենք բերել անկախություն եւ պետականություն, մեր բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց պիտի լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը պետականությունից անդին ձևավորված մտածողությունից այդ տրանսֆորմացիան, որը անցումը դեպի պետական մտածողություն եւ այս իմաստով իհարկե Սահմանադրական արդարադատության դերը չափազանց կարևոր է եւ հույս ունեմ նաեւ որ այսօրվա մեր հանդիպումը, մեր քննարկումը եւ համատեքստը ունի հենց այս նշանակությունը, որը պիտի արտահայտվի նաեւ ոչ միայն մեր գործողություններում, այլև պիտի արտահայտվի մեր լեզվամտածողության մեջ, որը ի սկզբանե կամ ինչ որտեղ կարող է կարևոր չհամարվել, բայց մեծ հաշվով գործնական տիրույթում չափազանց կարևոր խնդիրներ եւ հարցեր են լուծվում այս առումով։ Ես այս վերջերս առիթ ունեցանք արձանագրել մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր ըստ էության պետությանը եւ նրա մտածողությանը, ընդհանուր կատակների, ընդհանուր խոսակցությունների, ընդհանուր բանավեճերի եւ քննարկումների մակարդակում մենք առիթ ունեցանք առերեսվել, որ մինչեւ այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ մեր սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետեւ ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտ է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող են նաեւ կապված չլինել պետության հետ, պետական ինստիտուտների հետ, ի վերջո եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ընդունող մարմնի մասին է, սահմանադիր ասելով նկատի առնվում ժողովուրդը եւ հենց մեր սահմանադրության նախաբանում են սա է արտահայտված։
Ավելի վաղ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի գեներալ նահանգապետ Սինդի Կիրոյին ուղերձում մասնավորապես ասված է մեջբերում է։ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը, հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի եւ կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն։ Մեջբերման ավարտը։ Փետրվարի 6-ից 7-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բերլինում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանը անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա, Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Հայաստանում ներդրվում են կրթական նոր մեխանիզմներ, ազգային ժողովի մեդիա բաժինն է ներկայացնում։ Հայաստանում ներդրվում են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան մեխանիզմներ։ Դրանով էլ պայմանավորված մեկնարկել է կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հետևողականորեն ուսումնասիրում է բոլոր ոլորտներն, արձանագրում խնդիրներն ու իրականացնում օրենսդրական բարեփոխումներ։ Աշխատանքների առանցքում այժմ ոչ ֆորմալ կրթությունն է եւ արտադպրոցական հաստատությունները, հստակեցվել են ուղղությունները, որոնց մասով էլ կատարվելու են օրենսդրական բարեփոխումները։ Ինչպիսի կազմակերպային իրավական ձև պետք է ունենան նրանք, սկսած շենքային պայմաններից, ենթակառուցվածքներից մինչև օրինակ տնօրենին ներկայացվող պահանջները, մանկավարժներին ներկայացվող պահանջները, նրանց աշխատավարձերը, նրանց տրվող, այսպես ասած, սոցիալական երաշխիքները։ Հայաստանում այսօր կա շուրջ 410 արտադպրոցական հաստատություն։ 7000 մանկավարժ 100,000 երեխայի սովորեցնում է մշակույթի, մասնավորապես պարարվեստի, գեղարվեստի, սպորտի, տարբեր ճյուղերի գիտելիքներ եւ հմտություններ։ Շուրջ 1 տարի առաջ է հանձնաժողովը բոլոր շահագրգիռ կառույցների հետ սկսել բարեփոխումների գործընթացը։ Աշխատանքները գրեթե հասնում են վերջնափուլին, նշում է Սիսա Գաբրիելյանն ու հավելում։ Նման հանդիպումները միտված են մեխանիզմների կատարելագործմանը։ Արտադպրոցական հաստատությունների գործնեայության մասով գրեթե 30 տարի ոչինչ չի արվել, նշում է մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տնօրենը։ Հետևողական աշխատանքի արդյունքում է, որ այսօր սկսվեց մի քննարկում ոլորտի, որին անդրադարձ անկեղծ ասած շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել, մինչդեռ ոլորտը շատ տարողունակ է, առկա օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաեւ ընթացիկ ընթացակարգերով որևէ ձևով հստակ չի կանոնակարգվում։ Ամենագլխավոր խնդիրը, որը ոլորտը ունի, սահմանումների չկարգավորված լինելն է։ Ոլորտի բարեփոխման աշխատանքներին օժանդակությամբ միացել է նաև ազգային ժողովի հավատարիմ գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության միջազգային հանրապետական ինստիտուտը։ Ազգային ժողովի հետ աշխատում ենք 2019 թվականից, իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուրախ եմ այս նախաձեռնության համար։ Սա հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել երիտասարդների կրթությունը։ Կներդրվի նաև ատեստավորման համակարգ, որը թույլ կտա ապահովել բալանսավորված վարձատրություն։ Հաստատությունների տարբեր ենթակայության են, վարձատրության չափերը տարբեր են եւ ատեստավորման արդյունքում մենք նաեւ համաչափ մոտեցում ենք պլանավորել։ Երկօրյա քննարկումների արդյունքում ներկայացվել են փորձագիտական աշխատանքն ու արտադպրոցական դասյարակության ուղենշային մշակումները։ Գազատարի արգելափակման պայմաններում օպերատիվ շտաբի որոշմամբ Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի եւ վառելափայտի հայտեր են ընդունել կարիքները գնահատել հայտատուների հասցեներում։ Վառելափայտի մատակարարման գործընթացն այս փուլում միացել է Արցախանտար ընկերությունը։ Պահեստավորված վառելանյութը բնակիչներին են հասցնում ջրային տնտեսության աշխատակիցները։ Գազատարի արգելափակման պայմաններում օպերատիվ շտաբի որոշմամբ Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի եւ վառելափայտի հայտեր են ընդունել կարիքները գնահատել հայտատուների հասցեներում։
Արցախի հանրապետության օպերատիվ շտաբի պետի հանձնարարականով կանոնակարգվել է վառարանների տրամադրման խնդիրը, այսինքն առանձնացվել են արտոնյալ խմբեր, որոնց վառարանները պիտի տրամադրվեն առաջնահերթ, իսկ վառելափայտը համապատասխան նույն հանձնարարագրի համաձայն տրամադրվում է մինչև 2 խորանարդ մետր։ Վառելափայտի եւ վառարանի հաստատված հայտերը քաղաքապետարանից ստացել ու բավարարել է ջրային կոմիտեն։ Մինչև 2 խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել 509 ընտանիքի։ Ավելի քան 900 խորանարդ մետր վառելափայտ բնակիչներին տրամադրել եւ 110 հատ վառարան։ Բացի այդ ջրային տեսությունը մատակարարել է նաեւ Արցախ թաղամասի կաթսայատուն 160 խորանարդ մետր վառելափայտ։ Գեորգի Հայրյանի խոսքով թիթեղյա վառարանների արտադրությանն աջակցել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Վառելափայտի մատակարարումը կշարունակեն չգազաֆիկացված թաղամասերում։ Առանձին հայտեր ներկայացվելու, որ անկախ գազամատակարարումից տրամադրվելու է ելի նույն քանակով մինչև 2 խորանարդ մետր վառելափայտ եւ համապատասխան, եթե վառարանի կարիք կա եւ այնտեղ բռնում այդ կրիտերիաներով այդ վառարանները։ Գազաֆիկացված թաղամասերի բնակիչներից Ստեփանակերտի քաղաքապետարանում այժմ դիմումներ չեն ընդունում։ Ներկա դրությամբ դիմումների ընդունումը սառեցված է հաշվի առնելով Ստեփանակերտ քաղաքում գազամատակարարման վերականգնման։ Վառելափայտի մատակարարման գործընթացին այս փուլում միացել է Արցախ անտառ ընկերությունը։ Պահեստավորված վառելանյութը բնակիչներին են հասցրել ջրային տնտեսության աշխատակիցները։ Լաչինի միջանցքի փակման եւ հումանիտար խնդիրների հետևանքով Արցախում 6828 երեխա զրկվել է մանկապարտեզ նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախելու հնարավորությունից։ Խնդիրը սուր է հատկապես աշխատող մայրերի համար, սակայն նրանցից շատերն էլ այսօր զրկված են աշխատելու հնարավորությունից։ 6828 երեխա Արցախում զրկվել է մանկապարտեզ, նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախելու հնարավորությունից։ Ալենը նրանցից մեկն է։ Տղան կարոտել է ընկերներին ու մանկապարտեզի խաղերը, թե ինչու չի հաճախում մանկապարտեզ, լավ գիտի։ Ուտելիք չկա, ճանապարհն են կապեն, դրա համար էլ շաջիկ կապա։ Ուզում եմ շուտ բացվի մանկապարտեզը, ուզում եմ գնամ մանկապարտեզ, կարոտել եմ մանկապարտեզը։ Մանկապարտեզը նաև Ալենի մայրն է կարոտում, որդին մանկապարտեզ է հաճախում, իսկ ինքն այնտեղ աշխատում է։ Ավելի ճիշտ վաղուց արդեն չի աշխատում։ Ես աշխատելով մանկապարտեզում հիմա տանն եմ, փակ լինելու պատճառով։ Իմ երեխային ես կարում եմ, էլի տանը կարողանում եմ պահել, իսկ ինչպես վարվեն մնացած ծնողները, որոնք պետական հիմնարկներում են աշխատում, մանկապարտեզները փակ լինելու պատճառով չեն կարողանում երեխաներին թողնել ինչ-որ մեկի մոտ։ Եթե գործեր մանկապարտեզը, նրանք էլ կլինեին հանգիստ։ Շուշիի մանկապարտեզը 5 խումբ ունի, 160 սան, արդեն շուրջ 1 ամիս է մանկապարտեզում երեխաների աղմուկի, աշխուժ ձայների, տաք միջավայրի փոխարեն դատարկ սենյակներ են, անտանելի լռություն։ 1.5 ամիս է հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու, զրկված են այդ հնարավորությունից, որովհետև ոչ միայն սննդի խնդիրն է, այլև ջեռուցման։ Բնականաբար գիտեք էլեկտրաէներգիան շատ սուղ է եւ ենթակառուցվածքները, այս հիմնարկները գերադասում են չջեռուցվել, որպեսզի կարողանան բնակարանները գոնե ապահովել ջեռուցմամբ։ Մեծ խնդիրներ է ստեղծում տանը երեխաները հեռախոսի հետ են, մանավանդ են երեխաները, որոնց մայրիկները աշխատում են եւ սննդից են զրկված եւ տաքությունից են զրկված, ստիպված ենք եղել տեսնելով, որ շրջափակումը երկարում է, օնլայն կապվել ծնողների հետ եւ ցուցումներ տալ օրվա ըստ ծրագրի համապատասխան եւ օրվա թեման եւ մեթոդական օգնություններ ծնողներին, որպեսզի երեխաներին լիարժեք զբաղեցնեն եւ ինչ որ չափով որևէ արդյունք լինի։ Խնդիրը սուր է աշխատող մայրերի համար։ Զույգ տղաների մայրը իր փորձից գիտի, ստիպված են դայակ փնտրել կամ այլ նախակրթարան տանել։ Դրանք էլ շատ ծանրաբեռնված են եւ սնունդի պատճառով մինչեւ կեսօր են աշխատում։ Մեր դայակը մեր բարեկամուհին է, խնդրել եմ, որպեսզի գա եւ մեր տանը նայի երեխաների։ Դասյարակները ուղարկում են նյութերը, մենք փորձում ենք զբաղվել, ինչքան հասցնում ենք երեխաների հետ զբաղվել։ Ամեն օր էլ հույս ենք պահում, որ կբացվի կյանքի ճանապարհը եւ մեր երեխաներն էլ կապրեն ինչպես վայել է 21-րդ դարի երեխային։ Սա որակում եմ ցեղասպանություն։
Վերադառնանք Հայաստան, գույքի նվիրատվություն պետությունից, ով ու ինչ պայմաններով կարող է սեփականաշնորհել զբաղեցրած տարածքը, մանրամասները Գրիգոր Հարությունյանի ռեպորտաժում։ Թղթապանակում փաստաթղթեր են, որոնց սպասել է 30 տարի, 1988-ին Ադրբեջանից բռնագաղթված մինասովների ընտանիքը նախապաստանալ է Գավառում, հետո տեղափոխվել մայրաքաղաք, սենյակ ստացել հանրակացարանում։ 10 տարուց ավելի այս փոքրիկ սենյակում ամուսիններով որպես հյուր էին առանց վարձավճարի, 2 տարի առաջ տարածքը դարձավ սեփականություն։ Մենք արդեն մեծ ենք, ինքը 75-71 ես եմ, արդեն պիտի սեփականացնեինք այդ տունը։ Շատ եմ ուրախացել, որ հիմա ես իմ 4 պատը ունեմ։ Հայաստանում պետական սեփականություն հանդիսացող 95 հանրակացարան ու ուսուցչի տուն կա։ Սեփականաշնորհման ամբողջ գործընթացը համակարգում է պետական գույքի կառավարման կոմիտեն։ Օրենքով նվիրատվության համար շահառու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 2 խումբ։ Դեռևս 2001 թվականի շահառու հանդիսացել են միայն Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձիկ, իսկ 2011 թվականից արդեն նաեւ տեղաբնակ քաղաքացիները, ովքեր նույնպես բնակվել են այդ հանրակացարանային նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում եւ ուսուցչի տներում։ Տարածքները հիմնականում գրանցված են գույքի կառավարման կոմիտեի եւ մարզպետարանների հաշվեկշռում 1988-92 թվականներին բռնագաղթվածներին այնտեղ ուղղորդում է միգրացիոն ծառայությունը, տեղաբնակներին աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը։ Կոմիտեում նվիրատվության գործընթաց սկսում են շահառուների դիմումի հիման վրա։ Հիմնական պահանջները նրանք են, որ պետք է բնակվեն այդ հանրակացարանային տարածքներում, ունենան հաշվառում եւ նաեւ պետության կողմից որևիցե աջակցություն ստացած չլինեն բնակապահովման շրջանակներում։ Հանրակացարանային բնակելի մոտ 2000 տարածք կա, 1500-ն արդեն սեփականաշնորհվել է։ 2022-ին նվիրատվության գործընթացն ավարտվել է 38 հասցեի համար, կանոնակարգվել է մոտ 80 մարդու բնակարանային խնդիր։ Փախստականի կարգավիճակ ունեցող անձիկ պետք է վերջին 3 տարիներին այդտեղ բնակվեն, իսկ տեղաբնակ քաղաքացիները մինչև 2017 թվականը պետք է բնակություն ունենան եւ հաշվառում ունենան տվյալ տարածքում։ Գույքի կառավարման կոմիտեն հիմա մշակում է նախագիծ, որով մեկ իրավական ակտով կկանոնակարգվի առհասարակ պետության հաշվեկշռում եղած շենք-շինությունների, տարածքների նվիրաբերման ամբողջ գործընթացը։ Ձմեռային զորակոչն ավարտված է, նորակոչիկների նոր կազմը սերտում է զինծառայության այբուբենը, ժամկետայինների առաջին քայլերն ու առաջին տպավորությունները զինուժի անդրադարձում։ Զինվորական երթմանն ընդառաջ Զորամասի շարահրապարակում նախապատրաստական վերջին փորձերն են։ Այդ արարողությունը կարևորագույն դեր ունի յուրաքանչյուր զինվորի համար, քանի որ այդ ժամանակ հայտարարում ենք, թե ինչ գաղափարների շուրջ ենք մենք հավաքվել այստեղ, եւ այդ պատճառով ամեն ինչ անում ենք, որ լավագույն ձևով ներկայանանք այդ միջոցառմանը։ Նորակոչիկները սովորում են վերադասին ճիշտ ներկայանալու եւ դիմելու կարգը քայլերի հաջորդականությունը։ Բանակային կյանքի ամենակարևոր ու պատասխանատու իրադարձությանը պետք է պատրաստ լինել հավուր պատշաճի։ Տրամադրված եմ շատ լավ, եկել եմ վստահ ուժերից վրա, որպեսզի օգնեմ բանակին, դառնամ լավ մասնագետ եւ հետո այդ գիտելիքներով գնամ արդեն նշանակված մասերը եւ այդ գիտելիքներս փոխանցեմ այնտեղի զինվորներին, քանի որ շատ պետքական գիտելիքներ եմ այստեղ ստանում, ինչը կրկնակի անգամ պարտավորեցնող է, որ քո պարտականությունները իդեալական կատարես եւ այդ գիտելիքը արդեն տանես եւ ընդհանուր այլ զորամասերում կիսես մնացած զինվորների հետ, ովքեր իմ հետ հավասար պահելու են մեր սահմանը։ Նորեկները չի ծալվում ու քայլը կատարում եք լրիվ։ Զորամասի շարքերը համալրած նորեկները սպաների ու փորձառու սերժանտական կազմի օգնությամբ քայլ առ քայլ սերտում են նաև երիտասարդ մարտիկի դասընթացը։ Շարային պատրաստության առայժմ ամենապարզ նորմատիվներից սկսած շարք կանգնել, զինվորական ճիշտ կեցվածք ընդունել, հրաման լսել ու կատարել։ Ուսումնաշրջանին տրամադրված եմ շատ լավ, պետք է շատ լավ սովորել, լինել բանիմաց։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել լավագույն զորամասերից մեկում։ Գերազանց մասնագետներ են այստեղ պատրաստում եւ տվյալ ժամանակահատվածում մեզ հենց դա էլ պետք է։ Մինչև այստեղ գալս մտածում եմ, որ շատ խիստ է, բայց քանի որ հիմա գտնվում եմ այստեղ, այդ խստությունը ինձ թվում է բոլորիս համար, այդ խստությունից է լինելու, որ հետագա մեր առանջընթաց քայլերը շատ լավ լինի, արդյունավետ լինի։ Այդ խստությունից է կախված մեր հետագա կարգապահությունը, մարտունակությունը։ Քաշի վարժությունը կատարի 1 2
Նորակոչիկներից յուրաքանչյուրն է քաջ գիտակցում, մեր երկրի համար պատրաստված ու մարտունակ զինվոր դառնալու առաջնահերթությունն այլընտրանք չունի, իսկ այն կյանքի կոչելու գլխավոր ու անփոփոխ նախապայմաններն են սովորելու ցանկությունը, դժվարությունները հաղթահարելու պատրաստակամությունը եւ անմնացորդ նվիրումը։ Պետք է պատրաստվենք, սովորենք, դառնանք լավ մասնագետներ, որպեսզի օգնենք մեր հայոց բանակին։ Ու այդ գիտակցումով եմ համալրել հայոց բանակի շարքերը, որպեսզի կարողանամ ինչ-որ բանով օգտակար լինեմ իմ հայրենիքին։ Ընդհանուր առօրյան անցնում է շատ լավ, մեր ովը լեցուն է, ազատ ժամանակ համարյա թե չենք ունենում, նպատակ եմ դրել, որպեսզի շատ լավ սովորեմ, լինեմ լավագույններից մեկը, վստահ եմ իմ ուժերի վրա եւ ամեն ինչ անել եմ, որ լավ մասնակետ դառնամ։ Հայրենիքի պաշտպանի մասնագիտությանը լիարժեք տիրապետելը երկար ժամանակ ու ջանք է պահանջում։ Տղաները դեռ նոր են հարմարվում բանակային առօրյային ու կարգացուցակին, հրամանատարական կազմի օգնությամբ ու նրանց հետ ծանոթական զրույցներով սովորում իրենց իրավունքներն ու պարտականությունները, ծանոթանում զորամասի պատմությանը եւ օրեցօր ավելի ու ավելի մեծ եռանդով տրամադրվում զինվորական ծառայությանը։ Բանակային առօրյան բարձրություններ լինում են, չեմ կարող ասել առանց բարձրություններ, որ կյանքը չի գնում առանց բարձրությունների, բայց տղան ու տղամարդը ու մանավանդ զինվորը պետք է այդ բարձրությունները հաղթահարողը լինի ու չընկճվի, շատ եմ նկատել, որ բանակը զինվորին հնարավորություն է տալիս ինքնակրթման, ինքնապատրաստման, մարտական հոգին ձեռք բերելու, կոփվելու եւ ամեն ինչ խիզախ լինելու համար։ Ուսումնական առօրյան հագեցած է զորամասի յուրաքանչյուր անկյունում, հետպատերազմյան իրողություններն ու արկա մարտահրավերների ողջ ծավալը գիտակցելով նորակոչիկները ընդգծում են։ Հայրենիքը բացարձակ արժեք է, որը պաշտպանելն ու զորացնելը բոլորի պարտքն է, ուստի պետք է պատրաստվել, սովորել ու ծառայել անձնվիրաբար։ Իսկ այդ ամենի արդյունքն էլ տեսանելի կլինի ամիսներ անց, երբ հայրենիքի նորօրյա պաշտպանները կստանձնեն առաջին մարտական հերթափոխը։ Եթե մենք չծառայենք, ով ծառայի ու մենք պետք է պաշտպանենք էլի մեր հայրենիքը, ծառայությունը դրա ամենաուղղակի ու ամենաճիշտ միջոցն է։ Մենք բոլորս այստեղ համախմբվել ենք մի գաղափարի շուրջ, պաշտպանել մեր ազգը, մեր հայրենիքը, եւ ես ոչ մի ուժ ու եռան չեմ խնայի, որպեսզի դառնամ լավագույնը այստեղ։ Բոլոր հայ ազգի տղամարդիկ պետք է գիտակցեն, որ այս է մեր փրկության ճանապարհը։ Մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա եւ լինել հզոր բանակում։ Պատիվ ունեմ ծառայելու հայ ազգիս։ Մինչ տղաները մի քանի օրից զինվորական երթմամբ կվերահաստատեն անձնվիրաբար ծառայելու իրենց պատրաստակամությունը, զորամասում ընդունված եւս մեկ ավանդույթ կա։ Նախ պատերազմում հերոսացած զինծառայողներին նվիրված հուշապուրակում անվանական ծառերի տակ մոմավառությամբ հարգանքի տուրք է մատուցվում, որին էլ հաջորդում է խոստման արարողությունը զորանոցներում կահավորված հավերժ զինվորի հուշանկյան մոտ։ Հովանես Պարաշյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Փետրվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 4:16 րոպեին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Վրաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 10 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Աշոց գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 14:24 րոպեին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.5 աստիճան եւ արևելյան երկարության 37.25 աստիճան աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա Քահրամանմարաշ քաղաքից 60 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-ից 11 բալ, երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 3-ից 4 բալ ուժգնությամբ։ Իդեպ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է տեսանյութ ուղեցույց, ինչպես պաշտպանվել երկրաշարժից, մանրամասները տեսանյութում։ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրացեք շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից։ Հեռացեք դեպի բաց տարածություն, ձեզ հետ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը։ Եթե գտնվում եք 4-րդ եւ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք։ Առաջին հերթին, սովորաբար, փլվում են մուտքի աստիճանները։ Կանգնեք շենքի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների
եւ դրան բացվածքների եւ հենասյուների մոտ, հեռու լուսամուտներից։ Գլխավերևում պահեք աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ բնակարանից, նախապես փակեք գազի փականը, հոսանքազերծեք բնակարանը։ Փլուզումներից առաջացած փոշուց պաշտպանվելու համար բերանը եւ քիթը ծածկեք թաշկինակով։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն։ Շենք վերադարձեք պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, արգելակեք մեքենան, համեմատաբար բաց տարածությունում, ճանապարհից դուրս, կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք դրա համաձայն։ Եթե մետրոյում եք, ցնցման ժամանակ խուճապի մի մատնվեք, ամուր բռնեք երկաթե ձողերից, հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։ Բացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք, մանրամասնում են պետական եկամուտների կոմիտեից։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների եւ վիտամինների ապօրինի իրացման դեպք։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ ՄՍ-ն Amazon համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ, դրան գովազդում եւ իրացնում է Facebook-յան էջի միջոցով։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակում հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ։ Նախորդ պայմանավորված վայրում տվյալ քաղաքացին երկու դեպքով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45000 դրամի դեղանման Advil իբուպրոֆեն, վիտամին D3, նևրոբալանս, ցինկ, մագնեզիում եւ վիտամին B6 տեսակի ապրանքատեսակներ։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՄՍ-ն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկած իրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն գնված ապրանքատեսակներից Advil իբուպրոֆեն տեսակի հաբերը հանդիսանում է դեղամիջոց։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում դեղամիջոցի վաճառք։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է կոմիտեի իրավաբանական վարչություն, վարչական վարույթ իրականացնելու համար։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր եւ վիտամիններ ձեռք բերելուց։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Շարունակում ենք թողարկումը միջազգային լրահոսով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռադայի հաստատմանն է ներկայացրել միաժամանակ երկու ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը, գրում է 10 գործակալությունը, ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրության իրավական ռեժիմը, չի նշվում։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրությունը մցվել է նախորդ տարվա փետրվարի 24-ին եւ մի քանի անգամ երկարացվել է։ Վերջին երկարաձգման ժամկետը 90 օր էր, ինչ վերաբերում է Ուկրաինայում համընդհանուր զորահավաքին, ապա Զելենսկին դրա վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է 2022 թվականի փետրվարի 25-ին։ Հետագայում Գերագույն Ռադան ռազմական դրության հետ մեկտեղ բազմիցս երկարացրել է այդ օրենքի գործողության ժամկետը, վերջին անգամ այն երկարացվել է մինչև 2023 թվականի փետրվարի 19-ը։ Ուկրաինան չի բացառում փետրվարին ռուսական բանակի նոր հարձակումը, քանի որ Ռուսաստանը սիրում է սիմվոլիզմ, պաշտպանության ուժերը պատրաստ են դրան, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ով նշել է, որ արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց վերահսկելի, թե ինչպես կարող է ազդել Ռուսաստանի վրա հերթական հնարավոր ձախողումը, փորձել է վերլուծել իմ գործընկեր Անդրանիկ Ավետիսյանը։
Զարմանալի է, բայց փաստ, Ռուսաստանը կրկին կործանման եւ փլատակների վերածվելու շեմին է։ Այսպես կոչված տուրբո հայրենասերները եւ ուկրաինատյացիները գնալով ավելի ու ավելի են զգալ տալիս իրենց մասին։ Դեռևս սոցիալական ցանցերում, բայց ավելի բարձրաձայն, քան երբևէ, նրանք պահանջում են հրթիռային հարվածներով քանդել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքը, ռմբակոծել Կիևը, սկսել տոտալ պատերազմ, բողոքում են քիչ զոհերից եւ ավերածություններից, պահանջելով կիրառել տակտիկական միջուկային զենք եւ բոլորով միասին վերցված միայն արյուն են ուզում։ Ուկրաինան չի բացառում փետրվարին ռուսական բանակի նոր հարձակումը, քանի որ Ռուսաստանը սիրում է սիմվոլիզմ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ինչու սիմվոլիզմ, որովհետև հենց փետրվարի 24-ին է սկսվել, այսպես ասված, հատուկ ռազմական գործողությունը, իսկ իրականում փաստացի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Առայժմ իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, բայց 2023 թվականը ռուսների համար շատ վտանգավոր է լինելու։ Նրանց սպառնում է հեղաշրջումը, լավագույն դեպքում հեղափոխությունը։ Երկու դեպքում էլ, ըստ փորձագետների, Պուտինյան կլանը հեռացվելու է իշխանությունից, բայց որտեղից է լինելու հարվածը։ Լիբերալները բոլորն էլ իրենց վարկաբեկել են ու փախել կամ հայտնվել են բանտերում, ինչպես օրինակ Նավալնին։ Կոմունիստները, որոնք միաժամանակ հայտնի են նաև որպես Կրեմլի գրպանային կուսակցություն, կան, բայց ի վիճակի չեն դուրս բերել մարդկանց փողոց։ Պատերազմական իրավիճակում բարդ կլինի անգամ համատարած կոռուպցիայի դեմ ցույցեր անցկացնելը։ Միակ ռեալ վտանգը այսպես կոչված տուրբո հայրենասիրական ուժերն են, թեթևակի ձախամտությամբ ու միաժամանակ կոռուպցիայի դեմ պայքարով։ Կրեմլյան ռեժիմի համար ամենամեծ վտանգը ներկայացնում են Կրեմլից հիասթափված, սակայն կատաղի պուտինամետները, այն նույն զանգվածը, որոնք նաև Սոլովյովների մշտական հանդիսատեսն են։ Հասարակության այս հատվածը տասնամյակներ շարունակ ատելություն է սերմանում ցանկացած արևմտյան եւ ազատական գաղափարների նկատմամբ։ Պատերազմում ձախողումների պատճառով այս զգացմունքները կարող են վերահղվել հենց Ռուսաստանի կառավարության դեմ։ Կրեմլում նստած անձինք պետք է լավ հիշեն, որ գլխավորն այն է, որ քննչական գործողությունների ընթացքում իրենք իրենց վրա դուրս չգան։ 2011 թվականին Ռուսաստանում բողոքի ակցիաները կամ ինչպես ԶԼՄ-ներն են ասում, բալոտնայան, որոնք սկսվեցին պետական դումայի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո եւ որոնք տեղի էին ունենում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, նաեւ ընդգրկելով Ռուսաստանի ավելի քան 80 քաղաք եւ հանդիսանալով վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենախոշոր ցույցը, Կրեմլի համար հաճելի հավաք կթվա, եթե անկառավարելի տուրբո հայրենասերները զանգվածաբար փողոց դուրս գան։ Ի վերջո, Բերման եթարկելով ու մահակներով նրանց վախեցնել չի ստացվի։ Նրանցից շատերը կամ իրենք են եղել չպատերազմի մեջ, կամ բավականաչափ պատմություններ են լսել հարազատներից ու ընկերներից։ Այդ մարդկանց մի զգալի մասի մոտ զենք կա, որը ռազմաճակատում խլել կամ գնել են այսպես ասված թշնամիների գալու դեպքում պաշտպանվելու համար։ Նրանք այն ուսանողները չեն, ովքեր պաստառներով կանգնելու են մետրոյի մոտ։ Կրեմլում դժվար թե հասկանան, որ քաղաքական դաշտի արմատականացումը եւ ռեպրեսիվության ուժեղացումը զուգորդված սոցիալական շերտավորման բարձր մակարդակի հետ նախադրյալներ են ստեղծում իրանական սցենարի համար։ Գալու է օրը եւ Կրեմլը ընկնելու է իր իսկ լարած թակարդը։ Նրանց մնում է հուսալ, որ չի կրկնվի խորհրդային սցենարը, չի փլուզվի դաշնությունը եւ չի սկսվի սուվերենության նոր շքերթ։ Չեն ստեղծվի նոր այսպես կոչված ժողովրդական հանրապետություններ արդեն դաշնության կազմից դուրս գալու նպատակով։ 2023-ին փողոց են դուրս գալու ու Կրեմլին սպառնալու ոչ թե լիբերալները, այլ այսպես կոչված տուրբո հայրենասերները, ովքեր դժգոհ են Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի ձախողումներից։ Թե երբ կլինի հեղափոխություն կամ հեղաշրջում կամ առնվազն դրա փորձ, ցույց կտա ժամանակը, սակայն այդ օրը պարզից էլ պարզ է։ Ավելի ու ավելի է մոտենում ու հերթական տակտիկական նահանջը Ուկրաինայում Կրեմլի համար կարող է արդեն ճակատագրական լինել։ Այս ամենին կարող է նպաստել նաև Ռուսաստանի հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ գերհզոր Խորհրդային Միությունը փլուզվեց հենց այն ժամանակ, երբ նավթի գինը իջավ պատմական նվազագույնից էլ ներքև, երբ 1 բարել նավթը վաճառվում էր գրեթե ինքնարժեքի կես գնով։ Ներկայիս Ռուսաստանը իր տնտեսության կառուցվածքով շատ հեռու չի գնացել Խորհրդային Միությունից։ Աշխարհի էներգակիրներով ամենահարուստ պետությունը ռազմաարդյունաբերական համալիրից բացի գրեթե չունի տնտեսություն։ Անդրանիկ Ավետիսյան, Իրական լուրեր։ Թողարկման այս հատվածում միջազգային անցուդարձն առավել մանրամասն կներկայացնի իմ գործընկեր Լուսինե Ղարսայանը։ Ողջույն Լուսինե։ Գիտեմ, որ այսօրվա միջազգային լրահոսը հիմնականում Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժի շուրջ է։ Այո, առավել մանրամասն տեղեկատվություն հենց այս պահին կներկայացնեմ։ Շնորհակալ եմ։ 3 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում Գազիանթեփ, նախկին Այնթաբ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, Քահրաման Մարաշ նահանգում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4:17-ին, հզորությունը գնահատվել է 7.6 մագնիտուդ։ Տուժել է Թուրքիայի 10 նահանգ, այդ թվում Մալաթիան, պատմական Հայաստանի Մելիտենեն, Ադանան, Դիարբեքիրը, նախկին Տիգրանակերտը։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում եւ թուրքական
կենտրոնական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում՝ Կիպրոսում, Լիբանանում, Վրաստանում, Իսրայելում եւ ոչ պակաս ուժգնությամբ Սիրիայում։ Նշենք, որ երկրաշարժը զգացվել է Սիրիայի 3 նահանգներում։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Գազիանթեփի, Այնթափի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական ամրոցը փլուզվել է։ Երկրաշարժից հետո Քահրաման Մարաշ եւ Գազիանթեփ քաղաքների օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթների սպասարկումը, սակայն Անկարայում, Անտալիայում եւ Ստամբուլում թուրքական հիմնական օդանավակայանները շարունակում են գործել։ Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն երկրաշարժի շրջան։ Ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գնալով աճում է, իսկ այդ ցնցումները չեն դադարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի տեղեկացմամբ երկրում տեղի ունեցած աղետի զոհ է դարձել ավելի քան 1020 մարդ, վիրավորվել 5500-ից ավելին։ Նրա տեղակալ Ֆուադ Օկթայի խոսքով Թուրքիայի տարբեր քաղաքներում առնվազն 2824 շենք է ավերվել։ Սիրիայում նույնպես զոհերի թիվը ավելանում է։ Այս պահի դրությամբ զոհվել է առնվազն 590 մարդ, 1000 մարդ վիրավոր է, որոնց թվում նաև կան հայեր։ Սիրիայում 4 հայազգի զոհ կա։ Հալեպից մի ընտանիք Թենեքեչյան ազգանունով, 2 զոհել կա Թուրքիայում, որոնք ամուսիններ են։ Թուրքիայի միակ հայկական ՎՔՖ բնակավայրը որոշակիորեն տուժել է, բայց մեծ ավերածություններ չկան։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Հարկ է նաև նշել, որ մինչև այս պահը գրանցվել է ավելի քան 106 հետցնցում, որից մոտ 55 մագնիտուդ եւ ավելի ուժգնությամբ։ Թուրքիայի Ջեյհանի նավթային տերմինալում աշխատանքը դադարեցվել է։ Ավերիչ երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ մեկտեղ մոտ 45 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային։ Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով այսօրվա երկրաշարժը երկրի ամենախոշոր բնական աղետն է 1939 թվականից ի վեր։ Եվրամիության խորհուրդը նախագահող Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը հայտարարել է, որ Եվրամիության պետությունները պատրաստ են օգնել Թուրքիային եւ Սիրիային։ Իտալիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքացիական պաշտպանության մասնագետներ ուղարկել Թուրքիա երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Տայանին նաեւ իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Twitter-յան միկրոբլոգում ցավակցել է Թուրքիայի եւ Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի համար եւ պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերել։ Տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես ցավակցել են սիրիացի եւ թուրք ժողովրդին։ Միջազգային նորությունները եւ Թուրքիայի երկրաշարժի մասին այսքանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մենք փնտրում ենք հարսնացու ARTN հեռուստաընկերությունը նոր Հայաստան հեռուստաընկերության եւ Մենք հոլդինգի հետ համատեղ իրականացնում են նոր նախագիծ։ Սպասված նախագծի առաջին կադրերն ու բեքստեյջային տրամադրությունն իրական լուրերի օբյեկտիվում, թե ինչպես են անցնում ռոմանտիկ կատակերգության նկարահանումները կպատմի իմ գործընկեր Զարա Ղազարյանը։ Անտառի տնակից ուղիղ Երևան կարևոր գործով հարսնացու փնտրելու։ Կհանդիպենք Անտառի տնակում երկրորդ եթերաշրջանից հեռուստադիտողին հայտնի հերոսներն այս անգամ էկրանին կլինեն առանձին պատմությամբ ու արկածներով, Գարիկն ու Գուգոն։ Մարդկային ամենագեղեցիկ երբեմն անտեսված, բայց միշտ կարևոր հարաբերությունների մասին։ Հերոսների զվարճալի արկածները կստիպեն ժպտալ, ծիծաղել ու մտածել երևույթների քայլերի մասին, որոնք գուցե մոռանում են խելահեղ ռիթմով ապրելու ընթացքում։ Մենք փնտրում ենք հարսնացու ARTN հեռուստաընկերությունն իրականացնում է նոր նախագիծ, Նոր Հայաստան հեռուստաընկերության եւ Մենք հոլդինգի հետ համատեղ։ Ծանոթ ու անծանոթ կերպարներ, դեմքեր ու հերոսներ, էլ ինչ բեքստեյջ առանց այն տեսարանների, որոնք մի քիչ ավելի են ջանք պահանջում, քան սովորաբար։ Որ ասում է բյան կուլտ, այմա դու կուլտված դերու, յուս ուտեյ, վարոջը։ Ինձ խապել են, իմ բերի, իմ տեսարի ժամնակ ծամակացով պրոստը։ Ոնց ես քեզ ուզգում այդքան հաց ուտելուց հետո։ Ոնց է իրան զգում ցանկացած իրան հարգող հավ այսքան կուտ ուտելուց հետո։ Շնորհակալություն, հաջողություն։
Իսկ հիմա իրենք կպատմեն իրենց մասին, իրենց մասնակցության եւ արդեն սիրված կերպարներով նոր նախագծում հայտնվելու մասին։ Ուրեմն մենք սկսում ենք 48 մասանոց հրաշալի կատակերգական մելոդրամա։ Թեթև, պայծառ, բարի, չար կերպարներ չունենք։ Ունենք խենթուխելար կերպարներ, բայց չար բացական կերպարներ չունենք, սերիալը դաժան չի լինելու է շատ պայծառ, համով զարգացումներով, սպասեք, իրական կերպարներ են, որոնք կարող են հանդիպել մեզ բոլորիս, ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Բարի են, ազնիվ են, հա, իհարկե, միամիտ են շատ կարևորը, քաղաքի այս մենթալիտետին, քաղաքի մարդկանց սովոր չեն իրենք։ Վարուժը։ Անցած անգամ էլ ես ասեցի, ինչ էր, վարորդյալուն ես էլի չեմ հիշում, բայց այդ վարորդն էր նախատիպը։ Ես անկեղծ նենց եմ ուզում, որ եթե դուք նայում եք այս հեռուստասերիալն ու այս նախագիծը, ես ու այս հարցազրույցը խնդրում եմ, ինչ որ մի կերպ մեզ իմաց տվեք, որովհետև դուք եք այն նախատիպը, որ դարձաք մեզ համար հաջողության գրավական այս ոգեշնչում է, սա ամեն ինչը լավես ես։ Չէ, ես կարճ եմ պատասխանում, որ չէ, չի եղել, ինքը հորինված կերպարներ են, հա, կարող է օգնել այն ինչ-որ իրական կերպար ստանալու համար, բայց չէ։ Շարունակելու հետ կապված ինչքանով էր սպասելի, ինչքանով էր անսպասելի, հա, որ հերոսները կունենան արդեն առանձին էկրանային պատմություն։ Առանձին հետ կապված անկեղծ ես սպասելիքներ չեմ ունեցել, այսինքն նույնիսկ մի բան չի եղել, որ ես մտածեմ կարող է ինչ-որ իրանք շարունակական բնույթ կրեն, ու երբ որ առաջարկը ստացա, անկեղծ համ հաճելի էր, համ դե զարմանալի էր, այդ ազնվությամբ, այդ մաքրությամբ, նույն թեկուզ այդ բարբարի տեսանկյունից այդ ամեն ինչով։ Ու ինքը դարձավ պատճառ, որ հիմա փորձում ենք վերածել իրան արդեն ինչ-որ մի պատկերի։ Բայց ինքը թեթև, ինչ-որ սենց չնեղացնող։ Ինչ։ Հայկը մեզ խանգարում է այնտեղ։ Շատ ուժեղ այդ Հայկը։ Շատ ուժեղ տղա է Հայկը։ Թիմը գրկաբաց է ընդունում նոր անդամներին, նրանք էլ իրենց հերթին պատմեցին համագործակցության ընթացքից։ Թիմը պարզապես շատ պատրաստական, շատ ջերմ է ընդունում նոր մարդկանց, հա։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ ամեն ինչ հաջողությամբ է կնքվելու։ Ես մարմնավորելու եմ Արևիկի կերպարը։ Արևիկը շատ պոզիտիվ, պայծառ մի աղջնակ է, դերուսանող, շարունակության մասին կարծում եմ ճիշտ կլինի, որ հեռուստադիտողը տեսնի։ Համագործակցությունս թիմի հետ առաջին անգամ է, բայց հեռուստաընկերության ոչ, եւ դերասանների հետ կան դերասաններ, ում հետ խաղացել եմ տարբեր պրոյեկտներում։ Էքստրավագանտ մի կին է, եկեք էլի ավելի լավ ճակերտերը չբացեմ, կխաղամ, նոր կհասկանաք, բայց այդպիսի կանայք հիմա շատ են ու հուսամ ես կկարողանամ իրեն մարմնավորել։ Եթե ես ամուսնացած չլինեի, երևի տենց կլինեի, Արդեն հետաքրքիր է։ Խմբի հետ առաջ անգամ եմ աշխատում, բայց շատ ֆանտաստիկ խումբ է, լուրջ եմ ասում։ Բոլորն իրար հետ շատ սիրալի էր։ Ֆիլմում ես խաղում եմ Գարոյի պապան, բնավորությունը հասկանալ, դու պետք է իր կերպարի մեջ դու իր ակցենտը կարողանաս տաս։ Այդ ամենը դա հիմա իմ համար մեծ փորձություն է, ճիշտ ասած։ Նախ ուզում եմ ինձ ամենասկզբից շնորհակալություն հայտնել իմ լավ ընկերներին, մեծ թիմին, որ ինձ առաջարկեցին եւս մեկ անգամ համագործակցել իրենց հետ։ Կերպարը շատ եմ հավանել, որտեղ խաղալու շատ բան կա, իհարկե շատ բաներ կան, որ համամիջ չեմ կերպարի հետ, բայց ընթացքում ամենակարևորն է, որ կերպարս էլ է հասկանում, որ այն ամեն ինչ սկզբում անում, պիտի չաներ այդպես։ Սա առաջին նախագիծն է, որտեղ ես կերպարով եմ հանդես գալու, ու ոգևորվածությունը շատ մեծ է, ու հումորը շատ լավ մատուցվում է, որ ամենակարևորն է։ Իմ կերպարի վերաբերյալ ասեմ, որ շատ սիրել եմ իրեն, որովհետև բնավորության գծերով էլ արդեն իսկ ինձ նման է։ Ռեժիսուրայի առումով ասեմ շատ կարևոր է, որ պահվի նրանց գյուղի այդ մենտալիտետը, որ իրանք ունեն, գան քաղաք ու իրանք չդառնան քաղաքի այդ մի մասնիկը, իրանք իրանց
ոնց ապրել են, այդպես տեղ ապրեն։ Բայց քանի որ քաղաքում իրենց միամիտ ինչ որ տեսակի մեջ իրանք չպիտի կորեն մեր այս քաղաքի երուզերի մեջ։ Իրանք իրենց միամիտ վիճակով գալիս են քաղաք, այս իրավիճակը կյանքը ուրիշ ձև են ընդունում։ Լիքը բաներ, որ իրանք չեն տեսել, լիքը բաներ չեն արել, դրանք նոր սկսվում է իրանք կյանքի մի հատ փուլ, որը որ անցնելու են։ Վերջը հարսնացու գտնում են, թե չէ։ Եկեք սենց անենք, քանի որ 48-յան նենց է գնալու, որ իրանք անհամբեր անտած սպասեն ու իրենց հետաքրքիր նայեն, գտնելու են թե չեն գտնելու, թող նայեն ու հասկանան։ Հեռուստատեսային կյանքում լինում են նախագծեր, որոնք իրենք են ստիպում, որ իրենց ստեղծեն, ասում է պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանն ու հավելում, սա հենց այդ նախագծերից է։ Հերոսի ու հերոսուհու հետ համաչափ կոմենտներ ենք ստացել Գարիգի ու Գուգոյի մասին ու դրական կոմենտներ։ Երբ որ մենք քննարկում էինք վերլուծում էինք նախորդ նախագծի կհանդիպենք Անտարի տնակում երկրորդ եթերաշրջանի հետ կապված հարցերը, թե ոնց է ստացվել, ինչքանով է սիրվել եւ այլն, մենք սցենարիստի հետ հասկացանք, որ այնտեղ ամենաշատ սիրված կերպարներից երկուսը Գարիգի եւ Գուգոյի կերպարներն են։ Ու երբ որ սկսեցինք քննարկել նոր նախագծի գաղափարները, թե ինչ ենք նախաձեռնելու, սցենարիստի կողմից հնչեցվեց այդ կարծիքը, որ կարելի է նկարել առանձին նախագիծ այդ երկու կերպարների մասնակցությամբ։ Դրանից հետո մի քանի ժամ մտածելուց հետո ու մեր գլխավոր պրոդյուսերի հետ Ռոբերտ Օխլախչյանի հետ քննարկելուց հետո եկանք անմիջապես մի քանի ժամվա ընթացքում եկանք այն եզրահանգման, որ վերջ անում ենք այս նախագիծը։ Ռոմանտիկ կատակերգություն, որը դրական էմոցիաների հետ մեկտեղ կտան նաև մտածելու առիթներ, պրոդյուսերն ասում է։ Բոլոր նրանք, ովքեր կհանդիպեն Անտարի տնակում նախագիծը սիրելու են վստահ եմ նաև այս նախագիծը։ Ինքը ռոմանտիկ կատակերգություն է, բայց մենք բացի սիրուց, բացի ընկերությունից նաև տեսնելու ենք դաստիարակչական շատ ենթատեքստեր, քաղաքի ու գյուղի բարքերի բախում, ու իրանք բախվում են շատ խնդիրների, որոնք մեզ մտածելու առիթ է տալու։ Այդ մակրությունը, այդ հետաքրքիր մթնոլորտային իրավիճակները բոլորը պահպանված են ու մարդիկ այդ զուգահեռականը շատ են տանելու Անտարի տնակի ու այս նախագծի։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, թիմն ունի հստակ դիրքորոշում, երբևէ չփորձել դերասանին արհեստականորեն տալ կերպար, որն իրենը չէ։ Այս նախագիծը ճիշտն ասած նախատեսում է 48 սերիա, 24-ի փոխարեն, հաշվի առնելով այն պարարտ հողը, որի մասին խոսում ենք, սյուժեի են զարգացումները, որոնք թույլ են տալիս 48 սերիա նկարել, իսկ շարունակության մասին ինձ թվում է եթերաշրջանը սկսելուց արդեն եթեր հեռարձակելուց մի քանի սերիայից հետո արդեն կհասկանանք արձագանքներից, կոչ եմ անում հեռուստադիտողին, որ ավելի ակտիվ լինեն, իրենց կարծիքը հայտնեն կերպարների մասին, սյուժեի մասին, որը մեզ մտածելու տեղ կտա, որ հաջորդ պրոյեկտում ինչը փոխել, ինչի վրա աշխատել, ինչին ուշադրություն դարձնել ավելի շատ։ Միացեք հերոսներին նրանց հետ փնտրելու հարսնացու։ Զարա Ղազարյան, Ժոր Հովսեփյան, Իրական լուրեր։ Եվ օրվա վերջում եղանակային կանխատեսումների մասին փետրվարի 10-ից 3-ը 11-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մինչ այդ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-ից 4 նիշով։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք։